Կեցես հերիքնաշջան, մեր հերիքնազը Դավիթի հետ ապացուցեց, որ հայ ազգը անկոտրում է, ուժեղ է, նպատակասլաց է և մինչև վերջ գնացող է։ Թող չմտածեն մենք կոտրված ենք, մենք կորուստներ ենք ունեցել, թանկագին կորուստներ ենք ունեցել, բայց հայը տասնյակ հազարավոր տարիներ ապրել ու դիմացել է, արարել է, այսօր ևս կդիմանանք և կհաղթահարենք այս աղետ կոչվածը, այս վիճակը։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ մեր ոստիկանների պարբերաբար հնչող իրազեկման այս խոսքերին, որ ասում են, որ մենք ճանապարհը փակելով այլոց իրավունքներն ենք խախտում, սահմանափակում ենք այլոց իրավունքները։ Ես խնդրում եմ, որ այլևս իրենք այդ մասին մեզ չհիշեցնեն, որովհետև մեր այսօրվա իշխանությունը եկել է իշխանության հենց այս միջոցներով, իր իրավունքը իրացնելով, ճանապարհ փակելով, ուրիշ գործողություններ կատարելով։ Այսօր մենք ընդհանրապես մեր իրավունքն ենք իրացնում և խնդրում ենք մեր կառավարությունից, մեր խոշորացված համայնքի ղեկավարից, մարզպետից, ուրիշներից, ովքեր պատասխանատու են այս հարցի լուծման համար։ Խնդրում եմ բոլորի անունից, Ռոշիա և Քազախ գյուղերի բնակիչների անունից չսահմանափակել մեր տեղաշարժի իրավունքը։ Սահմանափակվում է մեր տեղաշարժի իրավունքը, մենք էլ իրավունք ունենք սահմանափակելու ուրիշների տեղաշարժի իրավունքը։ Եվ մեր վարչապետը, որ այդ ժամանակ ասում էր 3 միլիոն վարչապետի առաջ պատասխանատու եմ, հիմա թող պատասխան տա Ռոշիան և Քազախ գյուղերի բնակիչներին, որոնց իրավունքները սահմանափակվում են։ Ես մեծ վախեր ունեմ, որ ամեն ինչ սկսում է փոքրից։ Մենք տեսել ենք, ունեցել ենք փոքր կորուստներ, հետո դրանք ավելի են մեծացել և մեզ ընկճել ու խեղճացրել են։ Բավական է կորուստներ ունենանք, էլ մենք մտադիր չենք նոր կորուստներ թույլ տալ, մենք տեր ենք կանգնելու մեր իրավունքներին, իսկ մեր հարգարժան ոստիկաններին ասեմ, որ սրանից հետո թող չհիշեցեն, որ մենք ուրիշների իրավունքներն ենք խախտում ու սահմանափակում, այլ պաշտպանեն մեզ, որի համար կոչված են։ Հիմա նորից ասեմ գոռանք ոստիկանը մերն է, թե ինչպես։ Այո, կարելի է։ Շնորհակալություն։ Ուր եք եթում, նա դա ասեք ես Իրենի կասաղցիներ, պավիլյոնի շեքրերն ինչն է հատիվ խրգեմ, ակմեր ես ընտրել ենք մենք և ընտրել ենք դուրասեր, դուրահատում, նույն ճանապարհով, որ ճանապարհով, որ մենք ենք գործում։ Իսկ սենցից կարծիքով այս ամենը կազմակերպված է հենց իշխանությունների
Բողոքի ալիքն է, բողոքի Արա սառան շտապ։